Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է դերասան Ռաֆայելը։ Ողջույն Ռաֆայել։ Ողջույն։ Շնորհակալ եմ ընդունելու համար մեր հրավերը։ Ես ինքս էլ շնորհակալ եմ ձեզ։ Ռաֆայել, նախ սկսենք նրանից, թե ինչպես կարողացալ հայտնվել այս, կարելի ասել, բավականին լայն մրցակցություն ունեցող դերասանական ոլորտում։ Դե մասնակցեցի քաստինգի, ինչի շնորհիվ ընտրվեցի որպես դերասան։ Ընթացքում զանգեցին, ասացին, որ ինչ-որ կերպար կա մի քանի օրվա նախատեսված, հարմար չեղավ գնալը։ Անցավ մի որոշ ժամանակ, արդեն ես հույս չունեի, որ պետք է այլ զանգեն, կերպարի համար առաջարկեն, բայց զանգեցին գլխավոր հերոսի ընկեր առաջարկեցին, ինքը տեսակով ընկեր էր, բայց ճակերտավոր ընկեր էր, այսինքն կոչվում էր հալալ, բայց իրականում պետք է երևար, որ ինքը հալալը չէր։ Ընթացքում խաղարկային արդեն ինչ-որ տեքստեր փոխվեց, միզանսցեն փոխվեց, ամեն բան փոխվեց ու եկավ դարձավ այն լավ ընկերը։ Նախ խոսենք իհարկե նախագծի մասին, որը բավականին հայտնի է, մենք կանդրադառնանք, բայց խոսենք նրանից, թե արմատներով որտեղից եք եւ մի քիչ հետադարձ կատարենք դեպի ձեր մանկությունը։ Ես Գեղարքունիքի մարզի Լիչք գյուղից եմ, մեծացել եմ այնտեղ, ծնվել եմ այնտեղ։ Շատ սիրում եմ ես իմ գյուղը։ Գյուղի առանձնանում է իր բնությունով, իր բարի մարդկանցով, տեսարժան վայրերով։ Այնտեղ հետ կապված շատ հիշողություններ կան, մանավանդ մանկություն տանող դեպի։ Դե այնտեղ անցա մանկությունը, ամեն բան այնտեղ է։ Օրինակ ձեզ ինչն է հետաքրքիր, հարցրեք, ես այդ ամեն ինչը կասեմ, մանկությունից ինչն է հետաքրքիր։ Ինձ հետաքրքիր է, թե ընդհանրապես ինչպիսին է գյուղի կյանքը եւ ինչքանով է այստեղից տարբերվում, մայրաքաղաքից ինչքանով է տարբերվում ձեզ համար։ Ուրեմն տարբերվում է նրանով, որ հիմնականում գյուղի կյանքը առանձնանում է իր անմիջականությամբ։ Մեր մոտ օրինակ գյուղում մարդիկ իրար շփվելուց բոլորը դե իրար ճանաչում են։ Արդեն գիտեն հերվից գալացողը ով է գալիս։ Մեկը մեկին ջերմ բարևում են, սիրում են իրար, ավելի ջերմ մթնոլորտ է, անմիջական են, սա հյուրասեր են։ Ընկերը ընկերոջը տենց ոչ թե մենակ փողոցում ընկերը համարում, այլ հենց տան մեջի ընկերա միանգամից համարում։ Ամեն բան ընդե ուրիշ է, դեպի դրական կողմ։ Ընդե ոնց է ժամանակային առումով նայում ենք սրանից մի քանի տարի առաջ, երբ որ տները հողից էին բան, մարդիկ ասենց մի 12 երեխա տենց դիքը հավաքվում են իրար հետ, ոնց են մի կաստուրկից ճաշ ուտում սաղ։ Մեր գյուղը տանում է դեպի դրան, որ հələ անմիջական ենք, այն լավ մարդ տեսակը այդ ամեն ինչը կա։ Քաղաք գալուց հետո ամեն ինչ փոխվում է, բարևում են իրաց ծանոթին, չեն բարևում են կողքինին։ Հետո տենց տարբեր տեղ տարբեր մարդիկ։ Ռաֆայել, իսկ դու գիտեիր, որ պետք է տեղափոխվես քաղաք եւ ինչն էր քեզ բերել այստեղ։ Ես չեմ տեղափոխվել քաղաք։ Ես ապրում եմ Լիչք գյուղում, իմ գործը համատեղելով գնում գալիս եմ ամեն անգամ, ճիշտ է, սկզբնական հատվածում օրինակ նկարահանման ժամանակ ես բոլորին ասում եմ, որ ապրում եմ Երևանում, Էջմիածնում։ Հա, օրեր կա, որ ես ապրում եմ Երևանում կամ Էջմիածնում, բայց հիմնական իմ ապրելու տեղը դա Լիչք գյուղն է։ Ապրում եմ այնտեղ ու համատեղում եմ ամեն ինչը, չեմ ուշանում իմ գործից։ Պատասխանատու եմ իմ ամեն մի ժամի համար։ Այսինչ ժամին ես նկարահանման եմ, վերջ ես այսինչ ժամին նկարահանման եմ։ Այսինչ ժամին աշխատանքի եմ, ես այդ ժամին աշխատանքի եմ։ Այնց որ հեռավորությունը ընդհանրապես չի խանգարում քաղաքում աշխատելուն։ Եթե մարդ ունի իր մեջ պատասխանատվության զգացողություն, ուր ուզում է ապրի, ինքը կաշխատի հաստատ։ Ընդհանրապես նշեցիր, որ կան շատ տարբերություններ գյուղի եւ քաղաքի միջև, բայց արդյոք այդ տարբերությունները տեսնելով դու ինքդ քո մեջ ինչ որ բաներ չի փոխվել։ Թեկուզ դու եղել ես օրինակ այնպիսի մարդ, որը ավելի այդ միջավայրին էր սովոր, բայց այստեղ տեսնելով, որ մարդիկ նաեւ այլ են եւ միշտ չի, որ օրինակ քո սպասած ձևով պետք է լինեն, արդյոք քո մեջ ինչ որ բան փոխել ես։ Չէ, իմ մեջ ես աշխատում եմ պահեմ այն ինչը որ կա։ Ես այն ինչը որ վատ է, չեմ ընդօրինակում, ես աշխատում եմ մաքսիմալ, անեմ այն ինչը որ հարմար է ինձ, ապրեմ այնց, ոնց որ ես միշտ ապրում եմ, այսինքն ինչ որ բան է ինձ չի փոխում, մնում եմ նույն մարդը, անմիջական, ընկերասեր, մարդկանց, եթե կարամ լավություն անեմ, անում եմ, իմ հնարավորության սահմաններում, եթե չեմ կարում, անիմաստ խոստումներ չեմ տալիս, ոչ մեկի չեմ թերագնահատում, չեմ ուզում ոչ մեկից թերագնահատի, որովհետև նույն այդ բարությունը կարա դառնա նույն չարությունը։ Սիրուց ատելություն մի քայլ է, ատելությունից սեր էլի մի քայլ է։ Հիմա այդ նույն
ենթատեքստով, ես սիրում եմ, որ մարդը մնում է մարդ, հենց իր տեսակով։ Օրինակ կան, չէ՞, մարդիկ, որ իրանք ապրում են հատուկ ինչ-որ մեկին թերագնահատելու համար։ Վայ, այս ինչ շարժումը սենց էր, վայ, այս ինչ տեղը սենց խոսած, անսխալ մարդիկ չկան։ Բոլորի հանդեպ աշխատում եմ լինեմ զիջող։ Եթե ինչ-որ մի բանից դուր չի գալիս, ավելի լավ է լռեմ ու անցնեմ գնամ։ Եթե մյուս անգամ էլ ինձ դուր չի գալիս, ուրեմն այդ ավելորդ է իմ համար այդ տեղը։ Այդտենց ավելի հարմար է, կան ինչ-որ մի հատ բան ստեղծես, որ գիտեք ինչ, ես խորը փիլիսոփայապես, չգիտեմ, դες բաները ես չեմ սիրում։ Սիրում եմ անմիջական։ Տես դու խոսում ես նաև մարդկային բավականին կարևոր արժեքների մասին եւ շատերին թվում է, որ հայտնիությունից հետո կամ որոշակի ճանաչումից հետո մարդիկ կարող են փոխվել, արդյոք եղել է պահեր կամ շրջափուլեր, որ որոշակիորեն դու էլ ընկղմվել ես այդ տենդենսի մեջ կամ կարելի ասել է ճակերտավոր ճահիճի մեջ, որ երբ որ զգացել ես, որ ունես որոշակի ճանաչում, կարելի ասել ձեռք ես բերել գոռոզություն կամ քեզ մոտ առաջացել է դա։ Իմ մոտ չկա այդ գոռոզությունը։ Հիմնականում ամենատուժված մարդիկ են, ովքեր որ ուզում են միշտ Երևան, իրենց ցույց տան։ Այդ մարդիկ իրանք երկար ճանապարհ չունեն։ Ես սիրում եմ, որ մարդը լինում է ավելի անմիջական։ Օրինակ մարդիկ կան հատուկ ունես մի հատ հուզիչ բաներ են անում, սիրուն եսեմ ինչեր են խոսում, եսեմ ինչ տեսակի բառեր, նախադասություններ են օգտագործում ինչ-որ մեկից գողացված, որ ինչա իրանք ավելի ներկայանալի Երևան։ Իսկ ես ավելի շատ ձգտում եմ նրան, որ մարդ պետքա լինի անմիջական, հարգի դիմացինին, եթե դու չես սիրում քո դիմացինին, դա քո իրավունքն է, դա քո ներսինն է։ Բայց հարգել պարտավոր ես ցանկացած մեկին, ու եթե ուզում ես սիրվես քո հանրության կողմից, դու չպետք է իրանցից ավելի բարձր գնահատես քեզ։ Պետք է սիրես դիմացինիդ, հարգես, բայց պահես միաժամանակ բալանսը, երբ որ նույն հանրությունը փորձում է քեզ իշխի, թերագնահատի քո մասնագիտությունը, պետք է ասես, որ այդ իմ մասնագիտությունն է ու պահանջես այն հարգանքը, որը որ կա, որովհետև դա ավելի շատ դաստիարակության հետ կապ ունեցող հարց է, որ այդ պետք է պահենք բոլորս։ Չսիրել պարտավոր չենք։ Սիրել պարտավոր չենք, կներեք, բայց հարգել պարտավոր ենք մեր դիմացինին։ Նաև դերասանի մասնագիտությունը, որը դուք ընտրել եք, շատերը նաև ասում են, որ դերասանի մասնագիտությունը հաճախ դու չես ընտրում, այլ ինքն է քեզ ընտրում։ Ինչպես է եղել ձեզ մոտ, ինչպես որոշեցիք, որ պետք է ընդունվեք, սովորեք, կայանաք։ Ընդունվել է իմ մոտ շատ հանկարծակի ա եղել։ Ես այտենց միջև 15 տարեկան ժամանակ ես չեմ պատկերացրել, որ պետք է դառնամ դերասան։ Օրինակ 6 տարեկան հասակում ես մտածում էի միջև դպրոց գնալը, դա 7 տարեկանից եմ գնացել դպրոց։ Դե այն վաղ գյուղ պայմաններում այդ տարիքային սահմանափակումները չկար, մեր տունը հեռու էր, այն վաղ շատ ցուրտ ու բուք էր, ուրիշ տարիներ էին, այս մետրով ձուն էր գալի, որ հնարավոր չէր խոսքի 6 տարեկան երեխան չէր կարող մենակով գնար կարել ծների մեջ։ Իմ բոյին ձուն էր դնում խոսքի այդքան հնարավոր չէր էլի այդ պայմաններում դպրոց գնալ։ Մի տարի ուշ գնացի դպրոց։ 7 տարեկան, 6 տարեկան հասակում ուզում էի դառնալ ոստիկան։ Դպրոց գնալուց հետո որոշեցի, որ պետքա դառնամ բժիշկ։ Հետո տարիների ընթացքում որոշեցի, որ պետքա դառնամ լրագրող, ու դες քայլեր էի անում Մարտունիում ինչ-որ մի հատ ծրագիր կար, որ դպրոցից մեր ուսուցչական անձնակազմից մեկը մեզ տանում էր, որ մասնակցեինք բան, ինչ-որ ուղի էր, որ աշխատեինք մարդկանց հետ, հետաքրքրություն կար, ռոմանտիկ ժամանակներ էր։ Այդպես հերթով փոփոխվեց, միաժամանակ զբաղվում էի սպորտով։ Շատ եմ սիրել սպորտը ու միջև հիմա որ ֆորման պահեմ, ամեն ինչ անեմ, այտենց զբաղվում եմ սիրողական։ Իսկ դերասանական արվեստի մասին միջև 15 տարեկան ժամանակ մտքովս չէր անցել, չէի պատկերացնում, որ ես կարող եմ դառնամ դերասան։ Հետաքրքրվեցի միջև 16 տարեկան հասակում, ինչա կատարվում։ Դա հիմնական, որ հիմա մոտենում ես ինչ-որ մեկին հարց ես տալի, ինձ մի հատ թռուցիկ պատասխան է տալի, որ դու չգիտես, ճիշտ ճանապարհը չես կարող գտնես։ Այսինքն ճիշտ ուղին միջև դու գտնում ես, արդեն կամ պոեզը գնացած է լինում, կամ նոր պիտի հասցնես նստես վագոն։ Բա դե գնում են, նկարվում են, սենց են անում, դերասանը մենակ նկարվելով չի։ Դերասանը միշտ նկարվել է հանրության դուրս գալը, կամ պետք է կրթվի ինքնազբաղվի ինքնակրթությամբ,
Կամ հենց պետք է ընդունվի թատերական ինստիտուտ, սովորի, անցնի այդ ճանապարհը, այդ этаպները, որ հասկանա դերասանի մասնագիտության լրջությունը։ Օրինակ, դες մատերիալանքով են նայում, դե դերասան դե կարա դե կապիկա էլի բան, այքես բան։ Իսկ որ հիմա մենք դնենք իրանց ամեն մեկի գործը թերագնահատենք, ուր կգնա կհասնի։ Ես աշխատել եմ տարբեր ոլորտներում։ Դες թվարկեցի ինչ որոշ բաներ ինչերի ոնց, դրա հետ միաժամանակ զբաղվել եմ շինարարությունով, զբաղվել եմ լրիվ շինարարությունից զատ ուրիշ գործով, մեկը մեկից տարբերվող, բայց ոչ մի բանը ինձ չի թույլ տվել, որ ես թերագնահատեմ ինչ որ մեկի աշխատանքը։ Երևի հենց այդ իմ անցած ճանապարհն է եղել, որ ես ներկապային սենց եմ մտածում, որ պետքա մարդը անմիջական լինի։ Հարգել պետքա բոլորին։ Այդ ամենակարևորը, սկսենք այդից, ու հետո դերասանական արվեստը։ Առաջի քայլերս եղել են հետաքրքրվելով, ուսումնասիրելով ուսանողներից, թե ոնց են ընդունվում, ոնց են սովորում, լավ, որ սովորանք ինչ են անում։ Ոչ մեկ ուսանողներից պատասխանել ինչ չի տվել, թե ավարտելուց հետո ինչ են անում։ Սաղ ասել են թե որ խոսքերը սենց, բայց ամեն մարդ ինքնավորոշող իր ճակատագիրը։ Օրինակ ես ներկապային ինձ առաջարկներ կա թատրոն ընդունվելու բան, ես չեմ ուզում, որովհետև ես չեմ հարմարացնելու, ես անպատասխանատու եմ դառնում, երբ որ ես գնամ ներկայացում խաղալու ու ես չունենամ այդ բավարար գումարը, որ միաժամանակ իմ ընտանիքին լավ նայեմ, ես արդեն ինչ չեմ ուզենա տենամ այդ ոլորտում։ Իսկ համատեղել հնարավոր չէ, այսինքն Համատեղել դե մարդիկան հարմարացնում են, օրինակ ես ասում եմ Մարտունուց գալի հասնում եմ քաղաք, մի հատ 2 ժամ գալ, մի հատ 2 ժամ գնալ, ես իմ օրվա կեսը արդեն կորցնում եմ։ 2-3 մասի բաժանվելը չեմ կարծում, որ այդքան խելամիտ կլինի, որ կարողանաս քո ուզածին հասնես։ Ավելի լավ է այդ մի տեղը այդ մի բանը չանեմ, անեմ թեմայից դուրս լրիվ ուրիշ գործ, որը որ ավելի շատ հարգանքի արժանի է, քան ինչ որ մի գնամ ինչ որ մեկին առանձնահատուկ շողոքորթեմ, սիրուն նախադասություններ ասեմ, որ մի քիչ հաստիկ հավելանա, մի քիչ էս դնի, մի քիչ այնտեղ գործ չեմ կարա ես դες բաներ։ Իմ գործը դերասանությունն է, հարգում եմ ես իմ գործի իմ ոլորտը, հարգում եմ իմ գոլեգաներին բոլորին։ Ու տենց ընտրում եմ իմ ուղին ես ինքս։ Ավելի լավ է ես գնամ մի հատ ուրիշ տեղ լրիվ թեմայից դուրս ուրիշ գործ անեմ, քան մնամ թեմայի մեջ, մի օր լինեմ բան, մի օր լինեմ խաղավար, մի օր լինեմ դերասան, մի օր լինեմ հանդիսավար, հա մարդիկ կան անում են, կարում են անում են, ես չեմ պատկերացնում, ես չեմ կարում։ Իմը դերասանությունն է, երգն է, ու մնացած ուրիշ գործերը, ինչը որ ավելի կկարողանամ հարմարացնել։ Երբ որ խոսում ենք հենց վարչատրության մասին, իհարկե գիտենք, որ շատ կարևոր է նախ մասնագիտությունը սիրելը, բայց նաև պետք է կարողանաս վաստակել, որպեսզի քո սեփական կարիքները, ընտանիքի կարիքները հոգաս։ Շատերը միշտ վախենում են տվյալ մասնագիտությունը ընտրելուց, քանի որ կան կարծիքներ, որ չես կարող բավարար գումար աշխատել, բայց դու այն երիտասարդներին, ովքեր օրինակ ցանկանում են ընտրել մասնագիտությունը, ընդհանրապես երկար ճանապարհ անցած որպես մարդ, ինչ խորհուրդ կտաս, ինչ պետք է անեն։ Դե հիմա գիտեք ոնց, օրինակ ամեն մարդ ինքը իր գնապիտակը իր ճակատին է։ Ամեն մարդ, օրինակ մարդիկ կան իրանց մի տեղ աշխատավարձը, օրինակ նկարահանումը կամ թատրոնի աշխատավարձը իրանց լրիվ բավականացնում է, ինչ չի բավականացնում։ Նու այդ արդեն տարբեր մարդիկ տարբեր կարծրատիպեր է։ Օրինակ մարդ կա իրան հերիքում է մենակ նկարահանումով ապրել իր ուզածի պես, մարդ կա չի հերիքում։ Մարդ կա կարում է իր գործի մեջ ավելի վարպետ ներկայանա, մարդ կա այս մեկում չի կարում, հաջորդում է կարենում։ Ու բացի այդ գիտեք ոնց է, այդ գնային առումով շուկան տարբեր է։ Մարդ կա լավ է վարձատրվում, մարդ կա վատ է վարձատրվում, այդ ամեն մարդ իր բանը ունի, տեմպը ունի աշխատելու։ Իսկ ընդհանրապես ինչպես է որոշվում, թե որ դերասանին միշտ պետք է օրինակ ավելի լավ դերեր տան կամ լավ վարձատրեն, այսօր նաև մի խնդիր կա, որի մասին եթե կցանկանաս խոսենք, որ հիմնականում սոցիալական հարթակներում ակտիվություն ունեցող եւ լիքը շատ հետևորդների բանակ ունեցող մարդիկ դառնում են դերասաններ եւ նաեւ հաճախ դերասանները իրենց մտահոգությունն են հայտնում, որ դա սխալ է, քանի որ մարդիկ երկար տարիներ սովորում են եւ չեն կարողանում տվյալ դերին հասնել, ստանալ, ինչ այն մարդը, որ կարողանում է իր սոցիալական հարթակների միջոցով իրականացնել։
Դե հիմա նայեք, օրինակ ես իմ կերպարը, որ ստացել եմ, ես սոցիալական հարթակներում ակտիվ չեմ եղել։ Իմ ակտիվությունը ես ձեռք եմ բերել այդ ժամանակահատվածում։ Օրինակ հալալի կերպարը խաղալուց ես ստացել եմ այդ բանը հեռուստադիտողի պատվիսկեքը, մեկել է, ես զգացել եմ, որ իմ էջը ակտիվ աշխատում է։ Միջև այդ իմ էջը այդքան էլ ակտիվ էր, բայց այդքան էլ ակտիվ չէր, ինչը որ ինձ պետք էր, ինչը որ կա։ Դրա համար հիմա մարդիկ կան, օրինակ ուզում են նկարահանվեն TV-ով կամ ինչ-որ բանով Երևան, տենում են, որ մոտները չի ստացվում կամ ինչ-որ բախտը չի ժպտում, իրանք թեկուզ նաև շատ լավ դերասան կարան լինեն, իրենք իրենց կոնտենտն են ստեղծում, օրինակ մեկը նկարում է ինչ-որ ռիլ, մեկը նկարում է ինչ-որ մի հատ հումորային բան, ամեն մեկը իր ներկայանալու ձևերն ունեն, օրինակ իմ ներկայանալու ձև TV-ն է, TV-ն, բեմը, ես դրանցով եմ պատրաստում ներկայանամ։ Ուրիշ տարբերակներ ունենք, հա, այտենց ռիլներ, բաներ նկարում եմ, որպեսզի այդ ակտիվությունը պահեմ, բայց այդքան էլ իմը չի, որովհետև ես չեմ կարող ամեն մի ռիլ նկարեմ։ Ես ավելի շատ սիրում եմ ամեն ինչը չափի մեջ անեմ։ Ես չեմ կարող դնեմ ամեն թրենդ, ինչ գնում է եթերով, ինչ ֆռում է այդ պահին, չեմ կարող այդ ամեն մեկը դնեմ անեմ, որովհետև ես լիճ գյուղից եմ, մեր մոտ լրիվ ամեն բան ուրիշ է, ոչ թե ինչ-որ կոմպլեքսներ ունեմ, ինչ-որ բաներից խուսափում եմ, այ չէ, մեր մտածելակերպը ուրիշ է։ Մենք մեր գործը հարգում ենք, ու ես բլոգեր չեմ, ես օնլայն հարթակի այն մարդը չեմ, ես կարամ, հա, օնլայն հարթակի համար նախատեսված սիրուն բան մատուցեմ, որ մարդիկ վերցնեն այդ, ոչ թե անեմ ամեն մի բանը, ինչը որ այդ բանին ֆռում է։ Ինձ պետք է ավելի շատ դրական, հետաքրքիր, ավելի գեղեցիկ տանող բաներ։ Շատ լավ, նաև երբ որ դուք նշեցիք հենց դրա փաստը, որ ավելի արժեքները պահպանող անձ եք եւ տեսակով նաև որոշակի պահպանողականություն ունեք։ Շատերը հենց մտածում են, որ դերասանի մասնագիտություն ընտրած մարդը չի կարող օրինակ ունենալ այն հայ ավանդական արժեքների կրողը լինել կամ հետևել, որը դուք նշում եք։ Ինչպես է ձեզ մոտ, արդյոք ժամանակի ընթացքում բախումներ չեն առաջանում, օրինակ ընտրություն մեկի հանդեպ եւ ինչ եք անում այդ ժամանակ։ Ընտրություն մեկի հանդեպ, Երբ որ այսինքն օրինակ ավանդական արժեքները կամ այս նոր տենդենսները, որ տարածվում են, թեկուզ այն թրենդները, որը հիմա շատ են իրականացնում սոցիալական հարթակներում, դրանց հետևելը, ակտիվ լինելը, արդյոք ժամանակի ընթացքում չեք գնում այդ հունով։ Գիտենք, որ նոր դրամասն էի ասում, որ բաներ կա անում եմ, որը որ ես ինձ ավելի համարում եմ, որ իմն է կարամ անում եմ, ինչը որ իմը չի, դրա վրա չեմ նայում, ինձ պետք չի։ Խոսենք նաև ձեր անձնական կյանքից, որը շատ է հետաքրքրում հետևորդներին եւ մարդիկ ձեր զույգը բավականին շատ սիրում են, ինչպես եք ծանոթացել ձեր կնոջ հետ։ Այ, հիմնականում շատ են այդ հարցը տվել, թե ոնց եք ծանոթացել, շատ համապատասխան զույգ եք։ Մենք միշտ երկուսով շատ փակ ենք բայել այդ ամեն ինչը։ Ես տեսել եմ իրեն իմ մորաքրոջ աղջիկների հետ, իմ կնոջը ներկայիս, տեսել եմ մորաքրոջս աղջիկների հետ, այտենց առաջի հայացքով, որ ասում են սեր, ես դրան չեմ հավատացել, բայց երբ տեսա իրան, իմ մոտ ամեն բան խառնվեց իրար, այն իր ժպիտը, իր հայացքը, ամեն բան լրիվ ուրիշ էր, ինքը տարբերվում էր բոլորից, այն որ ասում են 1000-ի մեջից մեկը, ինքը այդ 1000-ի մեջից մեկն էր, որ ես իրոք հավանեցի իրան։ Մնացածը երևի արդեն, երբ որ իր հետ ինչ-որ մի բան լինի, այդ ժամանակ մնացած բաներով կխոսեմ, շատ ուրախ եմ, որ իրան եմ ընտրել ու այսօր իմ ամենակարևոր լավ օրերից մեկն էր, որ իր հետ գնացել ենք ԶԱԳՍ, այս մի տարի ամուսնացել ենք ու ոչ մի բան չի արել, այսօր գնացել ենք ԶԱԳՍ օրինականացնելու մեր շնորհակալություն, այսօր տենց շատ ողջավորված եկել եմ հաղորդման։ Ընդհանրապես հարաբերություններում ինչն ես գնահատում եւ երկկողմանի աշխատանք միշտ կա յուրաքանչյուր հարաբերությունների մեջ ձեր ընտանիքում ինչ կանոններ են գործում։ Դե հա, մի ձեռը ծափ չի տալիս, երբ տնից դուրս ես գալի ու տունը ինչ-որ մի նամուր մարդ քեզ ուղեկցում է, այդ օրը չստացված օր է լինելու իմ կարծիքով, բայց իմ մոտ ամեն օրը ստացված է։ Ես շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որ շատ բարեհաջող պայմաններում շատ սիրուն ընտանիք ունեմ։ Նաև հիմնականում այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս աշխատանքով, բախվում են շատ հաճախ դժվարությունների, եթե իհարկե ձեզ մոտ կան, որ դուք դերասան եք, սիրված եք եւ շատերն են ձեզ սիրում։ Արդյոք սա հաճախ որոշակի խնդիրներ չի առաջացնում։ Չէ, ընդհանրապես խնդիրներ չի առաջացնում։ Բաներ կա, որ
բան հեռուստադիտողներից մոտենում են, տենց ուրիշ դա ամեն մարդ իր խոսալու ձևն ունի։ Մարդ կա մոտենում է շատ ինտելիգենտ ձևով է խոսում, մարդ կա մոտենում է շատ անմիջական լրիվ ուրիշ ձևի է խոսում։ Բաներ կա, որ կարաս ճիշտ հասկանաս, ու բաներ կա, որ կարաս ընդհանրապես չհասկանաս։ Որովհետև մատուցելու ձև կա, էլի, ոնց ես մատուցում այդ ամեն ինչը։ Օրինակ դեպքեր են եղել, որ ես զգացել եմ այն սկզբնական ժամանակում զգացել եմ, որ ինքը մի ձև է եղել, ես իրան բացատրել եմ այդ ամեն ինչը, որ սենց մարդիկ էլ կան, լավն էլ կա, վատն էլ կա, ամեն ինչ հանդիպում է կյանքում։ Այդ ամեն ինչին պետք է ժպիտով դիմավորես ու ճանապարհես, քանի որ այդ ընդամենը մի քանի վայրկյանվա հանդուրժանք է։ Խոսքը այն վատ մարդկանց մասին է, որ իրոք իրանց դրսևորը չգիտեն, բայց հիմնականում փառք Աստծո, ինձ հիմնականում 99% հանդիպածները մեկը մեկից տարբերվող են եղել, շատ լավ է։ Նաև այսօր բավականին մեծ տարածում ունի եւ շատերը սիրում են հենց Վերջին զանգ սերիալը, նաև ձեր կերպարը բավականին լավ տարածում է գտել սոցիալական հարթակներում, շատ եմ տեսնում հենց ձեր հետևորդների, ֆաների կողմից պատրաստված հոլովակները։ Ընդհանրապես սերիալում հայտնիություն ունենալը ինչ է տվել ձեզ։ Ինձ շատ բան է տվել, Վերջի զանգը իրոք շատ լավ տարբերվող սերիալ է ինքը։ Վերջի զանգը համեմատում ենք մյուս սերիալների հետ, օրինակ լինում է, որ YouTube-յան բանը գցում են, տենում եմ խոսքի մի ժամվա ընթացքում 50,000, ժամ կես է դառնում 100,000 պրասմոտր, տենց աստիճանաբար տենում եք, օրվա վերջ արդեն մի հատ կոնկրետ թիվ է կանգնում։ Մարդիկ կան, որ կարան չարախոսեն, վատ բաներ ասեն, մեկ այդ սերիալը նայվում է։ Այսինքն մի տարի վառ օրինակ, ցանկացած սերիա բացեք, տեսեք, որ ինքը ունի լուրջ պրասմոտր, որ ոչ մի սերիա չունի տենց։ Ամենասկզբից մինչև հիմա ռեյտինգը պահել է, դերասանները լավ խաղացել են, մեկը մեկից տարբերվող անձնակազմ են, սաստավը պրոֆեսիոնալ ձև աշխատել է, սցենարիստները սիրուն, ամեն ինչ շատ լավ տվել են, հանձնել են դերասաններին, մնացած մարդիկ բոլորը շատ տեղին աշխատել են ու այդ բոլորին, այդ ամեն ինչը, որ մեկտեղ այդքան դրական բանը հավաքվել է, այդ բոլորին կարամ ընդհանրապես ասեմ շնորհակալություն Դիանա Գրիգորյանին, որ կայացել է այդքանը հավաքի մի տեղում։ Ամեն մարդ չի որ կարում է, տենց ստացված սաստավ դերասանական կազմ ու լավ ռեյտինգ պահի, որ կարենային տենց սաղել Վերջի զանգը նկարային էլի։ Իսկ նկարահանող անձնակազմը եւ ընդհանրապես ինչ դերակատարում ունեն այն մարդիկ, ում հետ աշխատում ես, շատ ենք տեսնում նաեւ կադրից դուրս հենց բավականին շատ նկարներ, տեսահոլովակներ, այդ մտերմիկ ջերմ ընտանեկան վիճակն է բոլորի մոտ, ընդհանրապես քեզ համար ինչ է դա։ Շատ ճիշտ եք նկատի, հենց ընտանեկան վիճակ է, այսինքն հենց նկարահանող անձնակազմը, երբ որ օրինակ մազս ծուռ է կամ ինչ որ մի բան հագուստը թերի է, այդ մարդիկ զգուշացնում են, երբ որ ինտոնացիան առումով սխալվում ենք կամ ինչ որ դե նայես չի որ միանգամից տեքստը վերցրեցիր, կարող ես հանգիստ գնաս պրոֆեսիոնալ ձևի, դե մարդիկ կան կարում են, հա, բան չունեմ ասելու, բայց օրինակ մարդիկ էլ կան, օրինակ երբեմն խորհրդի կարիք է լինում։ Այդ մարդիկ մեզ շատ են օգնում։ Չհաշված այն, որ իրանք ամեն օր ժամը 8-ից գալիս են զբոռա իրանց մոտ հավաքվում են այդ տեխնիկա մեկ էլ լարված ամեն օր խոսքի ես իմ քանի տեսարան հասցնում են նկարը մինչև գիշերվա 2-3-ը այդքանից հետո մարդիկ ոչ մեկի աչքաթող չեն անում ամեն մեկի յուրովի իրանց հարգանքով շնորհքով իրանց մոտենալու ձևը ունեն ես շատ գոհ եմ այդ պլաշատկից այսքան ժամանակ աշխատել եմ իրանց հետ արդեն մի տարին հասնում եմ մոտավոր հեսա մի ամսից նոր կլրանա մեր մի տարին ծանոթության շատ լավ է իսկական ընտանեկան մթնոլորտ են ստեղծում իրանք որովհետև իրանք բոլորը անմիջական են օրինակ սկզբնական հատվածում երբ որ տեքստը տալիս էին մի հատ նայում էի կողքս էս մարդիկ լարված աշխատում են արագացնում են որ տեսարանները հասցնեն ամեն ինչը տեղին լինի իմ մեջ լարվածություն էր մտնում այդ մարդկանց չէի ճանաչում բայց երբ որ սկսեցի ճանաչել ասեմ ես ինչ լավ տեղ եմ ես ընկել շատ ուրախ էի կոնկրետ իմ համար այդ ամեն ինչը տանում էր դեպի դրականին ամեն անգամ ես ավելի անմիջական էի դառնում ու ավելի հեշտ էր մոտ ամեն ինչ ստացվում դե չհաշված որ այդ այն սկզբի հատվածում ես գալիս էի Մարտունուց այդ հոգնածությունը ճանապարհի եւ այլն այդ ամեն ինչը նպաստում է որ տեքստը չկարենայի մի փոքր ավելի շուտ ըմբռնեի բանանեի բայց հետո արդեն մի ամիս երկու ամիս հետո ոնց որ քաղաքից sense արագի մեջ պատրաստված կգնաս նկարահանման թարմ ուղեղով այդ նույն ձև արդեն մի ամիս երկու ամիս հետո ես արդեն պատրաստ էի նկարահանման
Ընդհանրապես դերասանական անձնակազմը նկատելի է, որ բավականին մտերիմ եւ ջերմ մթնոլորտ է, բայց լինում են մարդիկ, որոնց հետ այդ մտերմությունը ավելի շատ է լինում, այդ ընկերական հարաբերությունները ավելի ամուր են լինում։ Արդյոք ովքեր են այն մարդիկ, ում հետ դուք արդեն բավականին շատ մտերմացել եք եւ ձեզ համար իհարկե բոլորն էլ կարեւոր են եւ առանձնակի, բայց նրանց որոշակիորեն կառանձնացնեք։ Դե հիմա պետքա բոլորին էլի առանձնացնեմ, ոնց անեմ։ Սաղ էլ լավն են, իրոք շատ լավն են։ Այնց մարդ չկա, որ հենց հիմա տենց առանձին դնեմ, ասեմ, այս մարդը տարբերվում էր իր ավելի լավ դերասանական խաղով, որովհետև մյուսին կնեղացնեմ, որովհետև սաղ լավ են խաղացել։ Բացի լավ խաղը, բոլորն էլ լավ ընկեր են եղել, որ մեկին ինչ խնդրել եմ, ես չէ բառ չեմ լսել։ Թե նկարահանող սաստավին, թե դերասանական անձնակազմին, երբ ինչ պետք է եղել, իրանք իմ կողքը կանգնած են եղել։ Օրինակ օրեր ա լինում, որ խոսքի իմ ընկերը զանգում է ինձ, ասում է, խաղ ընկերը զանգում է ինձ, ասում է, որ այս ինչ բանը կարանք սենց անենք, ասում, խնդիր չկա։ Ու նույն ձև այդ մարդկանց մոտ է։ Ես ուրախ եմ, որ աշխատել եմ դες մարդկանց հետ, որովհետև ասում եմ երկու երնեք մեկտեղ չի լինում, փաստորեն եղավ։ Այս մի տարվա մեջ առանց կոնֆլիկտ, առանց ինչ-որ խոչընդոտի մենք անցկացրեցինք նկարաններ ու շատ գոհ եմ այդ ամենի համար։ Նաև երբ որ մի սերիալում մարդիկ օրինակ զույգ են լինում, հիմնականում հետևորդները շատ են սիրում տվյալ զույգին ասոցացնել իրական կյանքի հետ։ Շատ ենք հանդիպել հենց տվյալ օրինակ հոլովակների, որոնք շատ սիրվել են։ Արդյոք ինչպես եք մոտենում այս վերաբերմունքին կամ այս խոսքերին, երբ որ մարդիկ հաճախ հասկանում են, թե այդ ֆիլմը իրականում այդպես է եւ եթե նրանք ֆիլմում զույգ են, իրականում էլ են զույգ։ Դե այդ հարցին պետքա մոտնաս ավելի պրոֆեսիոնալ։ Քանի որ երբ որ հեռուստադիտողը նայում է քեզ, ինքը պատկերացնում է, որ այդ իրական կյանք է, որ դա տենց է։ Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ տենում են ու հավատում են այդ խաղը, որ դա տենց է։ Այսինքն ստացվել է այն ինչը որ մենք պետք է անենք, այն ինչ որ պետք է մեր առաքելությունը այդքանով կատարված է։ Որ այն բնական խաղով մարդիկ հավատացել են, որ այդ իրականում տենց է։ Եթե դերասանը չի կարողանում համոզել իր դիմացինին, այսինքն իր խաղը անիմաստ է եղել։ Նաև եթե ամփոփենք, խոսենք նրա մասին, որ դուք զբաղվում եք երաժշտությամբ, կարողանում եք լավ երգել եւ հիմնականում մարդկանց մեծ մասը դրա մասին գիտի, իսկ մյուս մասը ոչ։ Եթե խոսենք դրա մասին, ինչ է ձեզ համար հենց երգը։ Իմ համար երգը այնա որ երբ որ օրինակ ոնց է ներկայացումների ժամանակ եղել է երաժշտական ներկայացումներ, որ երբ որ խոսքը չի հերիքացրել մեր ամեն ինչին, որ պետքա տանք, էմոցիան ամեն ինչ ապրենք, այդ ամեն ինչը մարդիկ մատուցել են երգով։ Այսինքն երաժշտական թատրոնի դերասանները իրանց այն բաց թողնված մասը լրացնում են երգով։ Երգարվեստը շատ ուժեղ բան է, ես օրինակ այդ թեման միշտ բան եմ անում, ասենց շուտ փակում անցնում եմ առաջ, քանի որ ես նոտա չգիտեմ, բայց իմ մոտ այդ սիրողական այդ սերը երգարվեստի հանդեպ ես ավարտել եմ երաժշտական թատրոնի կուրսը։ Արմեն Մելիքսյանի արվեստանոցը ու սիրել եմ երգը, բայց բաներ կա, որ չի ստացվել իմ մոտ, դրա համար տենց մի փոքր տենց թաքուն եմ պահել, որ թերի չթվա, թերի չլինի, բայց ներկա պահին էլի աշխատում եմ շատ լավ մասնագետի հետ, Ալեքսանդր Թամազովի հետ, շատ շնորհակալ եմ իր լավ ճիշտ պրոֆեսիոնալ մոտեցման համար, աշխատում ենք միասին ու այդ ամեն ինչ անում եմ դեռ սիրողական, որը հետագայում կդառնա ավելի մատուցելու, ավելի պրոֆեսիոնալ մոտեցում գործին, որ երբ բարձրանամ բեմ, չմտածեմ, որ ես այդ չգիտեմ։ Եվ բարձրանալու եմ բեմ այն ժամանակ երգարվեստով, երբ որ արդեն պատրաստ լինի այդ ամեն ինչը մատուցել մեր սիրելի հանդիսատեսին, որովհետև հանդիսատեսը մեղավոր չի, որ դու թերի դուրս ես գալի բեմ ու չգիտես ինչ պետք է անես։ Դրա համար նախորդ պետք է պատրաստվես, հասկանաս այդ ամեն ինչի մասին ու դուրս գաս բեմ։ Չնայած որ մարդիկ կան դուրս են գալի ու լավ էլ արդարացնում են այդ ամեն ինչը, օրինակ ես չեմ կարա։ Ես պետք է անեմ կամ լավ, կամ պետք է չանեմ այդ ամեն ինչը։ Իսկ եթե հետագայում լավ արդյունքներ ցուցաբերես, բայց իհարկե հնարավոր է ամեն բան համատեղել, բայց տանենք երկընտրանքի դերասանական կարիերայի եւ արդեն երաժշտական կարիերայի միջև, որն է իրականում քեզ ավելի հոգեհարազատ, ինչքան էլ դու որ ունես դերասանի կրթությունը եւ զբաղվում ես դրանով։ Եթե իրական պատասխանենք, որն է քեզ ավելի մոտ սրտիդ։ Օրինակ հիմա նայեք, իմ սրտին ավելի մոտը դերասանական արվեստն է։ Բայց չեմ կարա
ինքս ինձ հակասեմ ու ասեմ, որ ես չեմ սիրում երգը։ Շատ եմ սիրում։ Ճիշտ է, այդ ամեն ինչը իր բարդություններն ունի, բայց դրա համար էլ փորձում եմ միջև մաս սովորել այդ ամեն ինչը, որ հետագայում ավելի հեշտ լինի ինձ համար։ Որովհետև երբ որ մի բանի սիրում ես, ուզում ես հասնես, երբեք ուշ չի։ Պետք է նպատակ դնել ու նպատակի հետևից թեկուզ կլինի շատ դժվար ճանապարհով հասնել այդ ամեն ինչին, որովհետև երբ որ դու հետ ես կանգնում նպատակից ու ասում ես ես երազանք ունեմ, որ սենց մի բան լինի, իմ կյանքում փոփոխություն լինի, երազանքները մնում են միշտ երազանք։ Իսկ այն նպատակը, որ դու դնում ես ու ուզում ես հասնել դրան, դու հասնում ես։ Աշխատասիրություն է պետք ընդհանրապես այդ ամեն ինչի համար։ Դա հիմա սաղել ասում են մենք երգիչ ենք, մենք կարող ենք երգենք, ապրեք լավ եք անում, բայց իմ մոտ լրիվ ամեն բան ուրիշ է։ Ես չեմ կարող մի օր քննվել եմ, ասեմ ես երգիչ եմ, ես դերասան եմ, բայց սիրում եմ երգարվեստը ու այդ ուղղությամբ աշխատելու եմ։ Աշխատել եմ, եթե ոչ պրոֆեսիոնալ մակարդակի, սիրողական շատ լավ ձևով հաստատ կմատուցեմ հանրությանը։ Եվ եթե ամփոփենք, ինչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ընտրել քո ընտրած մասնագիտությունը, դերասանի մասնագիտությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կողմնորոշվում, ինչպես հաղթահարեն այդ անորոշ վիճակը։ Այդ անորոշ վիճակը պետք է նախ լավ կողմնորոշվել, թե ինչ ես ուզում դու։ Եթե մարդ չգիտի ինքը ինչ է ուզում, իր համար դժվար է արդեն ընտրություն կատարել։ Երբ որ դու գիտես, որ օրինակ իմ կյանքում ես եղել եմ, որ ասել եմ վերջ, ես չեմ զբաղվելու այդ ոլորտով, ես դուրս եմ գալու, որովհետև մարդիկ անտենում ես, սենց արագ-արագ մեծ լոնքերով առաջ են գնում, ու դու տարիներով փորձում ես ու չի դառնում։ Այդ հիասթափել պետք չի։ Այդ հիասթափությունները, եթե ճիշտ օգտագործես այդ process-ը, դու կհասկանաս, որ քեզ ճանապարհը հետ է բերում այն կետին, որտեղ որ դու պետքա լինես։ Օրինակ ոնց է մի հատ sense առակին տեսքով ներկայացնեմ, հայրը աղջկան թանկարժեք մեքենա է նվիրում, տենց Կարալևսկի։ Ժամանակի ընթացքում աղջիկը հիասթափվում է այդ մեքենայից ու ուզում է վաճառի։ Գնում է միտեղ, որ պետք է վաճառի, շատ չնչին գումար են տալի ու աղջիկը շատ հուսահատված գալիս է հորը, ասում է, գիտես ինչ, պապ, այդ մեքենան արժեք չունի, ես չգիտեմ ինչ անեմ, ասում է, աղջիկ ջան, միշտ ապի, միգուցե վաղը կարողանաս լավ գնով վաճառել այդ մեքենան։ Հաջորդ օրն էլ այդ աղջիկը գտնվում է մի գնորդ, էլի տալիս է, հույս է տալի, որ դրանից այն կողմ էլ գին չեն տալու, ավելի լավ կլինի այդ մեքենայից դու հրաժարվի, տուր մեզ այդ մեքենան։ Աղջիկը էլի չի տալի այդ մեքենան, որովհետև այդ իր հոր նվերն է ու շատ թանկարժեք է իր համար։ Անցնում է մի որոշ ժամանակ ու բան է անում, հանդիպում է մի մարդ, որ այդ մեքենան շատ լուրջ գնահատում է։ Աղջիկը ասես ոգևորված գալիս է իր հոր մոտ, ասում է, պապ, գիտես ինչ, այդ մեքենային շատ լավ գին են տվել։ Ասում է, աղջիկ ջան, ինչ է նշանակում այս ամեն ինչը։ Դու այդքան ժամանակ որ տեղեր ես եղել, քեզ չեն գնահատել, քո ունեցածը չեն գնահատել։ Իսկ դու հիմա ունես այն ամեն ինչը որ ունես, գնահատականի արժանի։ Այսինքն նույն մեր գործը պետք է հայտնվես ընդհանրապես ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Երբ որ դու ինչ-որ մի տեղ ես ու քեզ չեն գնահատում, թող ու գնա։ Իսկ երբ որ դու մի տեղ ես ու գնահատականդ ստանում ես ճիշտ ձևով, այդ հենց քո տունն է։ Այդ հենց այն վերջի զանգի ընտանիքներ, որը այդ մի տարին շատ հետաքրքիր ու լավ անցկացրեցինք, որ տվեց ինձ ինչ-որ չափով ճանաչում, որ տվեց ինձ ինչ-որ տեղ մտնելուց արդեն մարդիկ ասում են, վայ, ես այն վերջի զանգի մեջի հալալն է։ Այդ ամեն ինչը իմ համար բարձրաձայնելը շատ ճիշտ է, որ պետքա ամեն ինչը, որ քեզ տվել է, պետքա գնահատես։ Եթե մի բան չես գնահատում, այդ չգնահատած այդ բանը թողում ու գնում է։ Օրինակ, որ ամուսինը իր կնոջը չգնահատի, կինն էլ կթողի կգնա, երբ որ քո ունեցվածքը չես գնահատում, քեզ անից հրաժարվում է։ Դրա համար պետք է ինչ ունենք, այդ գնահատենք։ Այդ ճանաչումը տվեց ինձ վերջի զանգը։ Աշխատել եմ տարբեր մարդկանց հետ տարբեր պրոյեկտներում, բայց ամեն մեկը խոսացել է շատ մեծ, տվել է շատ քիչ։ Իսկ վերջի զանգի սաստավի հետ որ ես պայմանավորվել եմ ինչ-որ բան,
ոչ խոսացել ենք շատ, ոչ խոսացել ենք քիչ, բայց տվել է այնքան շատ, որ ես մեծ ողջավորվածությամբ կարամ գովաբանեմ այդ մարկանց։ Որովհետև իրականում ինչը որ կա, հենց այդ էլ ասում եմ։ Չեմ սիրա երբեք դա ձևական սիրուն նախադասություններ ասեմ, որովհետև դա իմը չի։ Միանգամից կերևա, որ այդ բանից ուտեմ խոսում ու կանցնի կեթա։ Դե ինչ շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար եւ շնորհակալ եմ, որ առաջին հերթին հենց դուք եք գնահատում ձեր մասնագիտությունը եւ դուք եք առաջին հերթին գնահատում ձեր տարիների աշխատանքը։ Ձեզ էլ ձեզ եմ շնորհակալ հրավերի համար, ձեր ջերմ մթնոլորտի համար։ Շատ հետաքրքիր խոսակցություն ունեցանք, տվեցիք հարցեր, չգիտեմ մեր ժողովրդին ինչքանով պետք է գա իմ ասածները, բայց եթե ունեք նպատակ, պետք է անպայման գնաք նպատակի հետևից, որովհետև նպատակը չի գալու ձեր հետևից, դուք պետք է գնաք նպատակի հետևից։ Հա, օրինակ կան մարդիկ ծնվում են բախտավոր աստղի տակ, բայց այն ամեն ինչին որ հեշտ ես հասնում, շատ հեշտ էլ կորցնում ես, իսկ ինչին որ դժվարությամբ ես հասնում, այդ ամեն ինչը մնայուն է։ Ես սիրում եմ, հարգում եմ այն դժվարությամբ հասնող մարդկանց, որովհետև այդ է գնահատվում, ու այդ մարդիկ են գնահատում։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։